Ողջունեմ ձեզ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ մեզի համար բادرակ եղավ խաչին վրա։ Հոդնգայս պիտի երկենք 15 եւ 16-րդ շարականները։ Ամեն։ Մինչ ոտքի ենք մեր փոխադարձ ընթերցումը պիտի լաթիվ 20 Աստվածաշունչ Մադյանը։ Ով դեր քո խոսքդ հավիտյան հաստատ է երկինքի մեջ, որչափ կսիրեմ քո օրենքդ, այն է ամեն օր իմ մտածությունս։ Իմ ուսուցիչներս ավելի հանջարեղ եղա, վասնզի քո վկայություններդ իմ մտածությունս են։ Քո թադաստաններդ չխոդորեցա, վասնզի դու սորվեցուցիր ինձի, որչափ քաղցր է քո խոսքդ իմ քիմքիս, մեղրեն ավելի անուշ է իմ փեռնիս։ Տուն հաստատ գեցիր այն բաներում մեջ, զորոնք սորվեցար ու հավատացիր, վասնզի գիտես թե որ մեզ սորված ես։ Բոլոր քիրքը Աստծո շունչն է եւ օգտակար է սորվեցնելու, հանդիմանելու, շտկելու եւ արդարության խրատելու համար, որպեսզի Աստծո մարդը գադարյալ լա ամեն բարի գործերու պատրաստված։ Դեր օրհներ խոսքին ընթերցումը գհրավիրեմ հովիվը, որ մեզ աուտկով դերոչքահում մոդեցել է։ Մեր բաշտելի երկնավոր հայրը սրտանց փառք կուտան քեզի այս տերունական օրվան համար, որ մեզի շնորհեցիր եւ դեր մենք գրցանք ու դաջարիտ մեջ հավաքվել ներկայությունդ վայելելու, քեզի հետ հանդիպելու, քո խոսքդ լսելու, այո դեր քո խոսքդ մեր ոտքերուն ջրակ է, մեր շավիղներուն լույս է, մեղրեն ալ անուշ է մեր քիմքին, մեր ագանչներուն անուշ կհնչե, քո խոսքիդ մեջ զորություն կա, այո դեր Հիսուս տունը սիր, իմ խոսքերս հոգի եւ կյանք են, այս հավատքով կհավաքվենք եւ գուզենք որ դեր քո խոսքդ մեր կյանքերուն մեջ հոգի եւ կյանք լա, քո զորությանդ կյանքը որ քեզի փառք եւ բադիվ գբերե, փառք ուտանք դեր քո խոստումներուդ համար,
Փառք ունենք քո օրհնություններուդ համար եւ դեր շնորհակալ ենք, որ մեզ առանցին չթողեցիր, ողորմեցար, քթացիր մեզի եւ չուզեցիր, որ մենք մեր մեղքերու մեջ մեռած մնանք։ Քու միածին որդիդ ղրգեցիր, որբեսի անով մենք կյանք ունենանք եւ ավելի կյանք ունենանք։ Փառք ունենք դեր, իրապես քո օրհնությունները բազմաթիվ են։ Մենք ուրախ ենք քեզով։ Օգնե մեզի, որ մենք ալ քեզ ուրախացնենք մեր կյանքով, գործով, խոսքով, վարմունքով եւ թիր քորոշումով։ Եվ այսպեսով անունդ փառավորվի մեր կյանքերու մեջ եւ միջոցով։ Շնորհակալ ենք դեր այս օրհնյալ առիթին համար եւ ուզենք, որ օրհնես մեզի հատուկ կերպով այցելես, խոսիս յուրաքանչյուրիս, փանաս մեր մտքերը եւ մեր հոս հավաքվելը սովորություն բչտարնա, հաբադեր իրապես փոխվինք, մինչ խոսքդ կլսենք եւ լավ ըմբռնենք այն ճշմարտությունները, զոր գուզես մեզի փոխանցել։ Քեզի գանցնենք այս պաշտամունքը, սկիզբեն մինչև վերջ թուն գարավարես։ Մեր նյութերն ալ քեզի կփերենք դեր, հիշե մեր հիվանդները, սքավորները, բոլորին թուն օգնության հասնիս, անոնք, որոնք դժվար վիճակներու մեջ է գանցնին, անոնք, որոնք դեր հուսահատության մատնված են, դխուր են, գաղութենք դեր խոսքիդ միջոցով, թփչիս բոլորին։ Հիշե նաև մեր հայրենիքը, ողորմիս մեր ժողովուրդին, քեզի գանցնենք մեր հայրենիքին, մեր ժողովուրդին ներգան եւ աբական, քո հրաշքներդ գադարես դեր եւ ըլլա որ քո հոգիդ կործե մեր ժողովրդի ներսիտին, որբեսի հասկանանք, ըմբռնենք մեր թիրքը եւ այն բոլոր օրհնությունները, որ վայելած ենք որբես ժողովուրդ, եւ այսպեսով քեզի դառնանք խոնարհին եւ դեր սրդով քեզի հետևին եւ քեզ բաշտեն, ով դեր խրովյալ երկիրներնալ քու շնորհած քայդ արչեւ գբերենք այդ բոլոր շրջաններու մեջ, ուր դեր դժվար վիճակներու մեջ գտնվող մարդիկ կան, բոլորին թուն ողորմիս օգնես եւ խաղաղությամբ այցելես։ Անարժանապար կխնդրենք այս բոլորը, Տեր Հիսուս, քո արժանիքովդ եւ քո անունովդ, փառքիդ համար, ամեն։ Ամեն։ Մեր փառապանությունը շարունակենք երգելով 375-րդ երգը, որուն երրորդ տունը զանց վիդենենք։ Amen.
Փարքլայս մեծ վստահության համար, որ Տերը մեզի պիտի հոգա մեր բոլոր գարդություններուն մեջ։ Մեր հաջորդ փառաբանությունը պիտի լա 527-րդ երգը։ Առանցին չեմ կյանքի շաղվին վրա, ինձի հետ է դերս Աստվածային։ Առանցին չեմ կյանքի շաղվին վրա, ինձի հետ է դերս Աստվածային։ Վստահ եմ միշտ առաջում ինձ նա, ուստի երբեք չեմ ես առանցին չեմ առանցին չեմ Շատ ուրախ ենք, որ փրկիչ ունենք, որ ոչ թե միայն մեզի փրկություն տվավ, այլ մեզի բարեկամ եղավ խոստանալով, մինչև մեր կյանքի վերջը մեզի հետ բարեկամ լալու։ Մեր վերջին երգը պիտի լա 823-րդ երգը, որուն երրորդ տունը զանց պիտի անենք։ Ապրիմ Հիսուսի նվիրյալ սուրբ կյանք եւ զինք հաջեցնեմ, գադարեմ իր կամք։
մեր հայդարարությունները գուզենել, որ մեդո նվիրահավաքը պիտի ունենանք, եւ ապա պիտի ունենանք մեներկմը Լևոն եղբայր Քալեմքերյանի գոմե։ Սիրելի քուրեր եղբայրներ, այսօրվա երկին անունը պարքենք մենք դալից քեզ, անշուշտ նոր դարերով է։ Պարքենք մենք դալից քեզ, քո հանուն մենք, բարձրացնում ենք մեր ձեռքերը, մեծանում ենք քեզ Աստված, պարքենք մենք դալից քեզ, քո հանուն մենք, բարձրացնում ենք մեր ձեռքերը, մեծանում ենք քեզ Աստված, ինչ մեծ ես տուն, հրաշքներ ես գադարում, չկա մեկը քեզ նման, Դեր Հիսուս, ամբողջ այս աշխարհում, ինչ մեծ ես տուն, հրաշքներ ես գադարում, չկա մեկը քեզ նման, Դեր Հիսուս, ամբողջ այս աշխարհում, դու միայն կրկում ես, արժանի ես, Արնելու պարք և գովություն, հենց անով ենք մենք ապրում, դու միայն կրկում ես, արժանի ես, Արնելու պարք և գովություն, հենց անով ենք մենք ապրում, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես գադարում, չկա մեկը քեզ նման, Հիսուս, ամբողջ այս աշխարհում, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես գադարում, չկա մեկը քեզ նման, Դեր Հիսուս, ամբողջ այս աշխարհում, միշտ պիտի կովեմ ես, Հիսուս քեզ, կտությանդ սիրո համար, որ բրգում ես անդադար, միշտ պիտի կովեմ ես, Դեր Հիսուս քեզ, կտությանդ սիրո համար, որ բրգում ես անդադար, միշտ աջարդում, հրաշքներ ես գադարում, չկա մեկը քեզ նման, Հիսուս, ամբողջ այս աշխարհում, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես գադարում, չկա մեկը քեզ նման, Դեր Հիսուս, ամբողջ այս աշխարհում, Այո, մեր դերը հրաշալի է, մեր կյանքերում մեջ եւ միջոցով։ Շնորհակալ ենք Լևոն եղբայր։ Աստծո խոսքեն պիտի գարտամ 5 դագարանեն
երրորդ քիրք թագավորած երկրորդ գլուխեն մեգեն երեք համարները յետքը հատված պիտի գարտամ երրորդ գլուխեն ուրեմն երրորդ թագավորած 2 մեգեն 3 ու երբ Դավիթի մեռնելու օրերը մոտեցան իր որդուն Սողոմոնի բադվեր տվավ ասելով ահա ես ամեն երկրի ջամփան գերտամ իսկ թուն ուժովցիր ու քաչասիրտ եղիր եւ կուդերաստուծույթ բահաբանությունը բահե որբեսի անոր ջամփաներու մեջ քալես ու անոր կանոնները բադվիրանքները թադաստանները ու վգայությունները բահես ինչպես Մովսեսի օրինաց քիրքի մեջ գրված է որբեսի ինչ որ ընես եւ ուր որ երեսը դարձնես հաջողություն գտնես երրորդ գլուխին 3:14 տալ պիտի գարտամ Եվ Սողոմոն դերը գսիրեր ու իր հորը Դավիթի կանոններով գքալեր միայն թե բարձր դեղերով վրա զոհ գմադուցաներ ու խունկ գծխեր Եվ թագավորը կապավոն կնած որբեսի հոն զոհ մադուցանե քանզի մեծ բարձր դեղը անիգա էր Սողոմոն այն սեղանին վրա 1000 ողջագեզ զոհեց ու կապավոնի մեջ դերը Սողոմոնի երևցավ քիշերվան երազով եւ ասված ըսավ Փան մխնդրե որ քեզի դամ ու Սողոմոն ըսավ Թունքու ծարայիդ իմ հորս Դավիթի մեծ ողորմություն ըրիր ինչպես անիգա քու արջևդ ճշմարտությամբ արդարությամբ եւ ուղիղ սիրտով քեզ հետ քալեց ու անոր այս մեծ ողորմությունը բահեցիր ու իր աթորը նստող որդի մտվիր անոր ինչպես այսօր գերևնա եւ հիմա ով դեր ասվածիմ թուն քու ծարատ իմ հորս Դավիթի դեղ թագավոր ըրիր բայց ես բզդիկ դղամն եմ ելնել ու մտնել չեմ գիտեր ու քու ծարատ քու ընդրած ժողովրդիդ մեջ է որ շադավոր անթիվ ու անհամար ժողովուրդ մնե ուստի քու ծարայիդ իմաստուն սիրտ դուր որբեսի քու ժողովուրդը թադե ու բարին ու չարը որոշե քանզի այս քու մեջ ժողովուրդը ով գրնա թադել եւ այս խոսքը այսինքն Սողոմոնի այս բանը խնդրելը դերոջը աչքերուն հաջո երևցավ եւ ասված անորսավ որովհետեւ այս բանը խնդրեցիր ու քեզի շատ օրեր չխնդրեցիր ու քեզի հարստություն չխնդրեցիր ու քու թշնամիներու հոգին չխնդրեցիր հաբա իրավունքը իմանալու իմաստություն խնդրեցիր ահա քու խոսքիդ բես ըրի ահա քեզի իմաստուն ու հանճարեղ սիրտ տվի այնպես որ քեզ մի առաջ քեզի պես մեկը եղած չէ ու քեզ մե յետ գնալ քու նմանդ պիտի չելլե նաեւ քու չխնդրածը դալ քեզի դվի թե հարստություն եւ թե փառք այնպես որ քու կյանքիդ բոլոր օրերու մեջ թագավորներու մեջ քեզի պես մեկը չգտնվի եւ եթե Իմ ջամփաներուս մեջ քալես, իմ հրամաններս ու բադվիրանքներս բահելով, ինչպես քու հայրը Դավիթ քալեց, այն ադեն քու օրերդ պիտի շատցնեմ։ Նույթս ընդրած եմ, թասեր Սողոմոն իմաստուն են, գիտենք որ Սողոմոն իմաստուն մեկն էր, ինչպես որ գարտացինք։ Սողոմոնի կյանքն շատերուն զարմացուցած է ինչու եւ ինչպես հարցումներ հարաճացուցած է անոնց մտքի մեջ սակայն երբ անոր կյանքը սերտենք անոր արած որոշումները փափակները հետաբնթած նպատակները իր ընտրությունները ամեն բան հստակ կլա եւ մենք պետք եղած թասերը գքաղենք ինչ որ Աթամի հետ պատահեցավ նույնը Սողոմոնի հետ պատահեցավ մարմինի ցանկություններեն հրաբուրված ու խապված
նպատակեն շեղեցավ։ Ատամ խաղաղ էր, ուրախ էր Աստծո ներկայությունով, սակայն չի կոհացավ։ Սողոմոն նույնպես փառքի մեջ էր, ամեն բան արադորեն գվայելեր, սակայն չկոհացավ։ Եթե գարտանք 11-րդ գլուխին 4-րդ համարը գսե Եվ Սողոմոնի ձերության ժամանակը անոր գիները անոր սիրտը օդար աստվածներու դարձուցին ու անոր սիրտը իր դեր աստծուծույն հետ իր հորը Դավիթի սիրտին պես գադարյալ չէր։ Գարչ ագնարկ մտածենք Սողոմոնի անձի մասին։ Սողոմոն խաղաղասեր կնշանակե Սաղեն պարեն հարաճ ձակում արած է։ Պերսապեն ծնած երկրորդ որդին էր, մոտավորապես 1300 թվականին Քրիստոսի առաջ։ Նաթան մարգարեն զայն գոչեց Հեթիթիա, որ կնշանակե դերոջը սիրելին։ 18 տարեկին իր հորմեն թագավորություն արավ Եվ սակայն միայն 40 տարի թագավորեց, մինչև 975 թվական։ Այս մարդը աշխարհակալ եղավ, անոր հզոր իշխանությունը գդարածվեր Եփրատեն մինչև Եգիպտոսի հեղեղատը Փալմիրա անաբադը մեջը ըլլալով։ Սողոմոնի թագավորության ժամանակ երկիր հարստացավ, շքեղ և հոյագապ դաջար շինեց, այսպես Դավիթի փախցանքը գադարեց։ Ուրիշ շատ կարևոր և հասարակած և նաև առանցին շենքեր շինեց։ Շահապեր գործեր ըրավ Դյուրոսի, Եգիպտոսի, Արաբիո, Հնդկաստանի և Բաբելոնի հետ։ Պարզապես քաղաքար գազմելու համար գարտանք այս գիրքին, երրորդ թագավորաց գիրքին, 10-րդ գլուխին 14-ին 15 համարները, լսեցեք։ Ու մեկ դարվա մեջ Սողոմոնի եկած ոսկին գշիրքը 666 դաղանդ ոսկի էր, արուդուր ընողներեն ու վաճառականներեն և արաբացված բոլոր թագավորներեն ու երկրին նախարարներեն արածեն զատ։ Գարտացեք երկրորդ մնացորդած 9-րդ գլուխը պիտի տեսնեք հոնալ։ 3000 արագներ խոսած է և երկեր շարադրած է։ Այսալ նույն գիրքին երրորդ թագավորաց 4-րդ գլուխին 32-րդ համար և 32 գսե Եվ անիգա 3000 արագ խոսեցավ ու անոր շարադրած երկերը 1005 էին։ Եվ անիգա ձարաներուն վրա խոսեցավ, Լիբանանի Եղևինեն մինչև բադի վրա պուսող զոբան ու նաև անասուններուն վրա, թրջուններու վրա, սողուններուն վրա ու ցուգերու վրա խոսեցավ։ Եվ ամեն ժողովուրդներեն ու անոր իմաստության համբավը լսող երկրի բոլոր թագավորներեն Սողոմոնի իմաստությունը մտիկ ընելու գուքային։ Սողոմոն ամեն տեսակ ժամանակավոր հաջողություն վայելեց, սակայն 60 տարեկանին մեռավ։ Գիշեք ասված ինչ ասած էր. Եթե իմ կանոններուս մեջ քալես, երկար օրեր պիտի ունենաս, բայց չքալեց։ Այս մարդն ինչպես բոլոր մարդիկ, թե լավ կողմեր և թե քեշ կողմեր ունեին։ Դժբախտաբար իր անձին վրա չաշխատեցավ, ինչպես քրիստոնյաներուն և քարոզիչներուն մեծամասնությունը իրենց վրա չեն աշխատիր, ուրիշներուն վրա կաշխատին։ Այս մարդը իր անձին վրա չաշխատեցավ, որպեսզի կարենար հաղթել իր ցանկություններուն։
Եվ հիմա դերոջը շնորհքով վեր առնենք այն գետերը, որոնք մեզի վերակրելի են։ Ինչ դասեր պետք է քաղենք, ինչ ճշմարտություններ սորվենք։ Եվ թրական գողմեն գուզեմ սկսել։ Առաջին, երբ թագավոր օծվեցավ եւ քահին դիրացավ, զգաց թե պետք է ուներ Աստուծո օգնության եւ անոր առաջնորդության։ Ինչ է մեզի եկած պատկանը։ Բարձրացավ, թագավոր եղավ, սակայն Աստուծո պետք է զգաց։ Մենք եթե քիչ մտեղ մասնենք, ամեն բան գմորնանք։ Եկեղեցի, Սուրբ Գիրք կարդալ, մեր դրամատրությունը կփոխվի, մեր դիրքորոշումը կփոխվի, քրիստոնեական առաքինությունները մեկ կողմ կթրվի ու կդառնանք անձնաբաշտ եւ վստահաբար նաեւ հբարդ։ Մարդը քիչ մը բարձրանա, որքան կհբարդանա։ Մարդ հարարածը հբարդանալու համար շատ բաներ չուզեր։ Չէ։ Շատ շուտով գուրի։ Հոս Սողոմոն բարձրացավ, սակայն Աստուծո պետք է զգաց։ Եվ փաստեց, թե Աստուծո օգնության պետք ունի, անոր համար առաջին գործը եղավ քափավոն լերը երթալ ու Աստուծո զոհմատուցան էլ, ինչպես որ գարտացինք։ Քափավոն լերան վրա էր Մովսեսի շինած խորանը։ Գարտացեք առաջին մնացորդած 21-րդ գլուխը։ Գարտացինք, որ հոս Սողոմոն դերը գսիրեր, իր հորը գանոններով գքալեր, Աստուծո փարիկները հիշողեր 6-րդ համար, ու Սողոմոն ըսավ թունքու ձարայիդ իմ հորս Դավիթի մեծ ողորմություն ըրիր, ինչպես անիգա քո առջևը ճշմարտությամբ, արդարությամբ եւ ուղիղ սիրտով քալեց։ Սողոմոն ինք գեհիշե բայլած փարիկները իր հորը եւ նաեւ իր եւ կարեւորակույն բանը խնդրեց։ Ըսավ իմաստուն սիրտ կուզեմ, իմաստուն սիրտ։ Սողոմոնի սիրուն առջև Աստված շուտով պատասխանեց։ Աստուծո գամքն էր։ Երբ որ մենք դերը սիրելու գսկսենք եւ անոր կանոններուն մեջ գկալենք, այն ադեն դերը մեզալ պիտի օրհնե եւ մեր աղոթները պիտի պատասխանե։ Ինչու համար շատ մահավատացյալներ ու աղոթները չեն պատասխանվիր, որտեղ դերը վերջին դեղը թրված է, վերջին դեղը։ Աստծո խոսքը ցերկերին չեր արդեր։ Մա կարոզած ադենդ կքնանան ուրիշ հարց է ադիգա։ Հեչ կարևոր չէ, երբեք կարևոր չէ։ Ուրեմն մենք պետք է սիրենք եւ զայն ասված առաջին դեղը տասենք։ Աստծո փարիկները հիշենք, շնորհակալություն հայտնենք եւ իմաստություն խնդրենք։ Արաքյալը չսեր, եթե մեկը իմաստութեն է բաքսած է, թող խնդրե։ Աստված արադորեն պիտի տա։ Եվ Աստված երազով հայտնվեցավ։ Հինադեն երբ Դագավին խոսքը քրբատ չէր, Աստված երազներով գահայտնվեր։ Փարաբոնին հայտնվեցավ Մովսես Հովսեփին, Նապուկոտոնոսոր թագավորին, Հովսեփի Մարիամին նշանածին, Զաքարիային, Եսայի մարգարեին երազներով հայտնվեցավ։ Երբեմն նույնիսկ դերը մարմին գարներ, անցապ կհայտնվեր։ Աշուշ երազներ կան, որ մեր մտքի երևակայություններու արդյունքն է։ Երազներ ալգան, որ սատանային կողմեն է։ Աստված սակայն այսօր իր խոսքին միջոցով կխոսի։ Այսօր եթե մեկը գուզես Աստված ճանչնալ, անոր գամքը հասկանալ, անոր միտքը հասկանալ, իր խոսքը պետք է գարտա։ Եթե դերը քեզալ հարցնե, բան բխնդրե, որ քեզի դամ։ Ինչ կխնդրես, անգեղծ եղիր։ Ինչ կխնդրես, հոս
իմաստություն խնդրեց։ Աստված հարցուց, որովհետև մարդուն ազատ կապ տված է եւ գագնգալ է, որ մարդը խոսի Աստուծո հետ, խնդրե եւ իմաստուն սիրտ խնդրեց։ Փնակիրը գսե լսող սիրտը խնդրեց, լսող սիրտ, Աստուծո ցայնը լսող, այս իմաստությունը Աստուծո ցայնը լսելեն առաջ կուքա։ Մեծ բադասխանադվության արչև գտնվեր այս թագավորը Սողոմոն եւ իմաստություն խնդրեց։ Երանի թե մենք Աստուծո հաճելի բաներ խնդրենք, անոր հաճելի բաներ եւ Աստված պիտի տա։ Դարձյալ հոսքսե 9-րդ համարի մեջ հետաքրական է, ասիկա առաջնորդներ պետք է լավ լսեն, ագանչնին բանան։ Գսե ուստի քուզարայիդ իմաստուն սիրտ դուր, որբեսի քու ժողովուրդիդ, չսեր իմ ժողովուրդիս, քու ժողովուրդիդ։ Այսօր առաջնորդներ կան բռնագալներու պես, ասիկա իմ ժողովուրդս է, իմ ժողովուրդս է, վրան նին գթակավոր է, հոս Սողոմոն գսե, քու ժողովուրդդ, քու։ Մենք բոյև է մեկու, ոչ անհատական անցին, ոչ ալ ժողովուրդի մը սեպագանադերն ենք, բայց այսօր առաջնորդներ կան սեպագանադեր գսեբեն իրենց թիրքը գկործածեն և գներշնչվին այդ թիրքին միջոցով, ոչ թե Սուրբ Հոգին, իրենց թիրքին միջոցով և սեպագանադեր գգարձեն, ասի իմ ժողովուրդս է, ես պիտի բահեմ, ես, մդիկ պիտենեք ինձի, չորս եմ, ինձ մե մդիկ պիտենեք, պիտի հնազանտիկ ինձի, հոս Սողոմոն գսե, քու ժողովուրդդ, քու, իմս չէ, ինձի իմաստություն դուր, որպեսի գարենամ գարավարել։ Ուրեմն Սողոմոն հասկացած էր, որ Աստուծո ժողովուրդին պիտի ծառայեր ու ոչ թե իր ժողովուրդին։ Ժողովուրդին սեպագանադերը և հոգի ունեցող էակիմը սեպագանադերը Աստված է ու միայն Աստված է։ Իսկ մենք ինչ ենք ծառաները, գծառայենք։ Հետևաբար Աստուծո ծառան Աստուծո ժողովուրդին գծառայե։ Աստուծո ուզածը ընելով ու ոչ թե ժողովուրդին ուզածը։ Եթե Աստծո ծառաները Աստուծո ուզածը ընեին և Աստուծո ըսածը փոխանցեին, Աստուծո ժողովուրդին վիճակը դարբեր պիտի այսօր։ Սակայն փոփոխական աշխարհի մեջ կապրիկ ամեն բան կփոխվի, այնպես որ այսօր Աստուծո ծառաները գոչվողներ ժողովուրդին ուզածը գնեն։ Ժողովուրդը ինչ կուզե, այդ գնե։ Հովի մղրգեցի մեզի, նայինք մեր ուզածը պիտենեմ, պիտի հավնինք իրեն, նայինք մեզի պիտի հնազանտի, եթե մեր ուզածին պես չէ, գղրգենք գուն, հոն հասած է, ժողովուրդ, Աստուծո ծառան, Աստծո ժողովուրդին գծառայե։ Ուրեմն փառք ուտանք, սակայն որ դակավին կան մարդիկ, որոնք պատրաստ են Աստուծո ուզածը ընելու։ Տեսնեք Սողոմոնի դգար գոմերը։ Սողոմոն լավ սկսավ սկիզբը, զոհեր մատուց։ Դգար գոմերն ունի անորամար որպես տաս սորվինք, ինչ որ կրվեցավ, գսե առակյալը մեր սորվելուն համար կրվեցավ։ Եվ սատանան գրցավ օգտագործել և զինքը Աստծուց հեռացուց, սիրտը։ Յուրաքանչյուրիս կրնանույնը բադահիլ, այն պատճառները զոր պիտի տեսնենք, որ Սողոմոն Աստծուց հեռացուցին, նույնն է, ճիշտ նույնն է, առաջին, սխալ ընտրություն։ Փարավոնի աղջիկը իրեն գին արավ, հեթանոսը, գրաբաշնը, գսե երորդ գլուխ առաջին համար, և Սողոմոն
Եգիպտոսի փարավոն թագավորին հետ խնամություն ըրավ ու փարավոնի աղջիկը արավ ու զանիգա Դավիթի քաղաքը բերավ։ Հեթանոսի մտայնությունը հավատամքը կյանքը բոլորովին հագարակ էր եբրայեցիներին։ Աստված հստակ բադվերդված է ժամանակ չունիմ գարտալու երկրորդ օրինաց 7-րդ գլուխը գարտացեք երբ Աստված փամը գսե բադվեր մգուդա մեզի չարչարելու համար չի դար հաբա մեր օգուտին համար գուդա երկրորդը մեղքը բոլորովին չվերցուց սխալ ընդրություն ըրավ եւ մեղքը բոլորովին չվերցուց եւ բարձր դեղերու վրա գտնվող աստարովթի քարշելի մեղքերու յետևե քնած Գարտամ ցեզի 11-րդ գլխուն 5-րդ համարը գսե Եվ Սողոմոն սիտանացված աստուծույն աստարովթի յետևեն ու ամոնացված քարշելի մեղքոմին յետևեն քնած Եվ Սողոմոն դերոջը արչև չարություն ըրավ ու դերոջը յետևեն իր հորը Դավիթի պես գադարյալ սրդով չքնած Սամսոն գիշեք սխալ ընդրություն ըրավ եւ Թալիլային սիրարվեցավ Թալիլային երբ որ դեսավ սիրտը մի քանի անգամ դուրս ելավ մտավ օ ինչ քեղեցիկ է ինչ լավ է գրաբաշտ ինչ գործ ունիս Աստված պատվերդված է դու ինչ գործ ունիս անոց հետ խնամություն միներ եւ արդյունքը Սամսոնի գիտեք աչքերը գուրցան եւ Բարձր դեղեր խոսքին շատ կանտբիկ 5 դագարանի մեջ Հեթանոսներուն սովորություններ բարձր դեղերու վրա ճաշտամունք եւ զոհ մատուցանել իրենց աստվածներուն Երկրորդ օրինաց քիրքի մեջ գգարտանք 12:1-3 Սուրբ քիրքի մեջ հիշված են որոնց մե արիքիդություն 5 հիշեմ ցեզի օկտագար թասեր կան մեզի վերակրելի Թակոնը ասի փղշտացված ասվածն է Թակոն ցուկ ասված կնշանակե մարմինին բարի մասը ցուգի նման է եւ 4 ցերքեր ունի Գազայի մեջ մեհյան ուներ եւ ուրիշ չրչաներու մեջ ալ գային ինչպես Ազովտոս քաղաքը առաջին թագավորաց 5-րդ գլուխն է գրնակ նշել Սամսոն գործանեց Ներսակը ասորիներուն ասվածը 4-րդ թագավորաց 19-րդ գլուխ մարդու նման հասակ գլուխը արձիվ եւ երկու թևեր Քամոսը մովապացված ասվածը 3-րդ թագավորաց 11 Մեղքոմը զորգարտացինք մողոքը ամոնացված ասվածը մանուգը այդ ասվածը այսպես ցերքերը ռած դագը գրակվարած իրենց մանուկները զոհ գբերեն այդ երկաթե ցերքերու վրա գտնեին ինչ թիվահարված մարդիկ են ասում աստարովտ փահ սիտանացված եւ փյունեգացված ասվածը քեթեոն գործանեց ինչպես Տերը բադվիրեց 3-րդ թագավորաց 11-րդ գլուխի մեջ հիշյալ ասվածներուն Մարտնալ որպես զոհ կմատուցանեին եւ ասված Երեմիա մարգարեի միջոցով խիստ կխոսի շատ խիստ կխոսի գսե Երեմիա 19:5 ու փահաղի բարձր դեղերը շինեցին բասը որբեսի իրենց դղակները գրագով այրեն փահաղի ողջագեզն են զոր ես չհրամայեցի չխոսեցա ու միտքեսալ չանցավ Հրյաներ երբեմն որթեքրեցին այս գրաբաշներուն ըրածը Երեք թրթաբաճարներ կան Սողոմոն աստծուց մեհերացնելու եւ ասով վերջացնենք Առաջինը քաղաքականություններ politics Հազար գիները բալատ փերելուն նպատակը մի խորիկ թե միայն ցանկությունները կոացնելու համար են ոչ
Հաբա իր շուրջը եղող գրաբաշներուն հետ ուզեց քաղաքական գաբեր ստեղծել եւ անոնց հետ խնամություն անել, որբեսի խաղաղությամբ ապրի։ Խելացի է մարդը, խաղաղությամբ ապրի։ Ցեզի մենք խնամի եղանք, ինչ կուզես, բարձր դեղերու մեջ ծեր ասվածները շինեմ, սիրով գշինեմ, տրամունիմ, հոգ մինեք, եկեք մենք, խնամություն ունենք, և այդպես ալ ըրավ։ Ասված սիրելներ, երբ բադվեր մուգուդա, մի պարը կործածելով, մի շինեք, մի երթակ անոց ետևեն, մեր օգուտին համար գսե, մեր անմա հոգիներուն համար գխոսի ասված։ Ուրեմն, Սողոմոն բդիկ չրավ։ Երկրորդ պատճառը շռայլության մեջ ապրիլն էր։ Ժողովողի երկրորդ գլուխին առաջին համարը գսե, Սողոմոն գսե, իր անձին համար։ Ես իմ սրդիս մեջ ըսի, եգուր հիմա ուրախության միջոցով քեզ փորձեմ, ուստի փարիկներ վայելե, և ասիգալ ունայնություներ, ունայնություն։ Գարելի է մեկը, որ աղոթած է, ըսած է, չլա որ գշտանամ և քեզ ուրանամ, ու դերը ով է ըսեմ։ Եվ ետքը այսպեսի վիճակի հասնի, գարելի է։ Շռայլությունը չէր, որ մարդոց հոս հանգղրգե, անոնց անմա հոգին սովամա վիճակի գմատնե, եթե քիչ մնալ առաքինություններ ուներ, շոքի նման, մոմի բես գահալին գերտան։ Սողոմոն Աստծո դաջարին հետ միասին բարձր դեղերու վրա գրադուներ շինեց։ Հեթանոսներու գրաբաշներու սովորը բարձր դեղերու վրա։ Ինչ եթե գարտակ հունած պատմությունը ասկած գրաբաշներուն, ինչ բաներ գնեին, ինչ բղձություններ գնեին։ Եվ Սողոմոն չվերցուց, և 60 դարեգին մերավ առանց վայելելու Աստծո խոստումները։ Այդ բոլոր խոստումները, որ գարտացինք, պայմանավոր էր, եթե իմ կանոններուս մեջ կալես։ Մայրն զգուշացած էր, Արագած 31-րդ գլուխի մեջ գարտացեք։ Դժբախտաբար Սողոմոն իր անձը քինիով արբեցուց և մորցավ Աստծո կանոնները և օրենքները։ Ուրիշ դգարություն մնալ ուներ, Աստծո չվստահեցավ։ Երրորդ Թագավորաց երկրորդ գլուխի մեջ կտեսնենք։ Իր թիրքը չգործընծնելու համար հավանական մրցակիցները մերցուց։ Իր քրությունները կհասկանանք, թե իր ըրածներեն զզված էր։ Չեմ թե գտնվի մեր մեջ մարդիկ, որոնք սերդած են Սողոմոնի կյանքը։ Եվ հասկացած էր, որ բոլորն ալ փուջ էր, բարապ, անցողական և հոգիի դանչանք։ Անոր համար միշտ կսե ունայնությանց, ամեն բան ունայնություն։ Այս մարդը հաշվետվության գահավադար, գարտացեք ժողովողի 11-րդ գլուխը։ Սողոմոնը մեզ գիշեցնե Ղովդը, որ ամեն օր իր արդար խիջ հոգին գդանչեր այդ սոթոմացիներուն մեջը։ Արագացի և ժողովողի քիրքերը շատ լավ խրատներ են, թե երդասարտներուն և թե բոլոր մարդոց։ Խրատները ոչ թե Սողոմոնին ըրածը ընելու, հաբա որբեսի անոր ըրածը չնելու, անոր համար խրատներ կան։ Եվ երբեք միսեր, Սողոմոն ալ այդպես հրավ, և ինք քրեց, որբեսի մենք ալ նույնը չնենք։
Կարելի է մեկը լավ սկիզբ ունենա եւ ետքը վատ վիճակի մատնվի, այո, կարելի է։ Նոր գդագարանի նամակներն կշեշտեն եւ Բողոս Արաքյալ գարկ մարդոց անունները գուտա։ Քաղաքացից քիրքի մեջ ասե դուք լավ սկսակ, ինչա որ գվազեիք, ով ցեզ ետկեցուց։ Պետք է մեր դաղանտներուն չվստահենք, պետք չվստահենք։ Մեր դաղանտները ինչպեսի դաղանտներ որ ալլան, այդ դաղանտները մեզի Աստուծո մոտ չեն բայր։ Մեր սրդի մեջ Աստուծո վախը ունենալու ենք շարունակ։ Եվ այդ բոլոր վտանգներն ապահով մնալու մեկ միջոց կա, ոչ երկու, մեկ հեզլալ Աստուծո առջև, հեզլալ, թյուրին բան չէ հեզությունը, հեզությամբ պիտի բահվինք ամեն տեսակ մեղքերը, դարձյալ Աստուծո հետ, թե Աստուծո հետ և թե մեղքին հետ միասին կալել չլար, Սողոմոն մեզ այս տասերը կսորվեցն է, անվորական չունի կրնա լսել, Սողոմոն սկանչելի տասեր ունի մեզի սորվեցնելի, գարդացեք հաջախ Արագացի ժողովողի քիրքերը, թող դերը շնորհքն է, որ հեզլանք անոր առջև, անվոր վերեն բարիչավ, մենք վարեն վեր չիչանանք ելնելու, հաբա վարը մնանք, և ըսենք ով դեր ինչ կուզես որ ընեմ, և այդպես անոր գամքեն պիտի չի շեղինք և ապահով պիտի մնանք մեզ ըսպարնացող վտանգներեն, թող Աստված բոլորիդ իր շնորհքի մեջ պահե, իր փառքին համար, ամեն։ Շնորհակալ ենք Տերոջը խոսքին համար եւ դերը շնորհ է որ մենք ալ մեր լսած եւ սորված ճշմարտություններուն հնազանդելով Տերոջը հրանքներուն հնազանդ գտնվենք։ Բիդի վերջացնենք երկելով 265-րդ երգը, որուն 4-րդ տունը զանց բիդնենք եւ վերջին լունը ոտքի հովիվին աղոտկո բիդի փագենք։ 2-6 երբ կալենք Դերոջ հետ ու խոսքով գետարգետ։ Երբ կալենք Դերոջ հետ ու խոսքով գետարգետ, նա լուսավոր է մին մեր ճամփա, ինչ կնենք գամնի
Տեր Հիսուս, շնորհակալ ենք ներկայության համար, խոսքիդ համար եւ մեր վայելած հոգեվոր օրհնություններուն համար։ Փառք ունենք Տեր, որ ինչ որ քրվեցավ, մեր սորվելուն համար քրվեցավ։ Շնորհակալ ենք Տեր քու ծառաներուդ համար, որոնք Տեր քեզ գսիրեն եւ հավատալորեն քեզ գծարայեն։ Օգնե մեզի, որ մենք ալ Սողոմոն իմաստունեն թասեր քաղենք եւ Տեր լավը սկսանք, լավալ վերջացնենք մեր կյանքը եւ միմիայն դու փառավորվիս։ Մեր կյանքերը բդղափերը լան։ Շնորհքրե, որ մենք ալ Տեր քեզի հաճելի բաներ խնդրենք եւ այսպեսով քեզ բադվենք մեր բարմունքով, խոսքով, գործով եւ այսպեսով Տեր քեզ ուրախացնենք։ Գնքես խոսքդ մեր սրտերու մեջ եւ որպես աղեկ հողի մեջ ցանվին եւ բդուղ բերեն։ Փառքի համար կխնդրենք։ Ամեն։